Բարի երեկո։ Լինում են պահեր, երբ փոքրիկ թվացող իրադարձություններն ամբողջ ներսը տակնու վրա են անում, դարձնում ուրիշ մի մարդ, ասենք հանդարտ, հավասարակշռված մարդուց դարձնելով արյան ծարավով ու վրեժխնդրության պահանջով ապրողի։ Առավել քան համոզված եմ, որ այսօր 100 հազարավոր հայերի մոտ այս զգացողությունն է եղել։ Եվ այսպես, իրականություն դարձան մտավախությունները, թե Հունգարիայի իշխանությունները կարող են գործարքի գնալ Ադրբեջանի հետ, 2 միլիարդ եվրոյի դիմաց թքած ունենալով մարդկային որևէ արժեքի, բանականության մեջ տեղավորվող որևէ նորմի վրա։ Հունգարիան այսօր ծախեց իր պատիվը։ Ավելի ճիշտ այսօր ծախվելու գործարքի վերջին կետն էր, իսկ ծախվել սկսել էր այն պայծ սկսած, երբ ադրբեջանցի էմիսարների հետ պետական ամենաբարձր օղակներում սկսել էր քննարկել Ադրբեջանի կողմից 2-3 միլիարդ եվրոյի հունգարական պետական պարտատոմսեր գնելու առաջարկը։ Թե ադրբեջանցիների ինչին կարող են պետք գալ հունգարական պարտատոմսերը, որևէ մեկը տրամաբանական պատասխան բնականաբար չի կարող տալ։ Բայց փոխարենը պարզից էլ պարզ է, որ այդ 2 միլիարդի դիմաց Հունգարիան խոստացել էր Ադրբեջանին հանձնել Գուրգենին կասնահարած մարդասպանին Ռամիլ Սաֆարովին։ Ամեն ինչ շատ պարզ է, չափից դուրս պարզ, նույնիսկ լկտիության աստիճան պարզ։ Բաքուն առաջարկել է 2 միլիարդի պարտատոմս գնել, փոխարենը ստանալ Ռամիլ Սաֆարովին։ Հունգարիան էլ համաձայնել է։ Ու հիմա այդ երկրի արդարադատության նախարարությունը հայտարարություններ է տարածում, թե Ադրբեջանն ու Հունգարիան ինչ-որ կոնվենցիաներ ունեն, որով կարող են դատապարտյալներով փոխանակվել։ Երբ մարդը ծախվում է, բնականաբար նա այդ գործողությունը հազար հնարավոր ձևակերպումով կարող է ներկայացնել, բացի ծախվելուց, բայց դա ծախվել է, ծախվել պետական ամենաբարձր մակարդակով։ Հունգարիան 2 միլիարդ եվրոյի դիմաց փաստացի ազատ է արձակել իր երկրի տարածքում, իր երկրի մայրաքաղաքում կանխամտածված եւ դաժան սպանություն իրականացրած մարդասպանին, եւ որևէ հայտարարություն այս պարզ ճշմարտությունը չի կարող հերքել։ Հետեւաբար, միգուցե Հունգարիան հետայսու հայտարարություններ տարածի ոչ թե անիմաստ կոնվենցիաների մասին, այլ գնացուցակ հրապարակի, որ ասենք, եթե ցանկանում եք մարդ սպանել Դեբրեցենում, ասենք Դանակով, ապա դա արժե 500 միլիոն եվրո։ Եթե ցանկանում եք մարդ սպանել Բուդապեշտում, ոչ կենտրոնում, արվարձաններում, ինչ որտեղ ու ատրճանակով, ապա 1 միլիարդով կբարիշենք։ Իսկ եթե ավելի լուրջ էքստրեմի սիրահար եք եւ ցանկություն ունեք կացնով մարդ սպանել, ինքն էլ զինվորականի, այն էլ քնած վիճակում, ապա գինը բնականաբար պետք է ավելի բարձր լինի, նու ասենք մի 2-3 միլիարդ եվրո։ Ի վերջո էքստրիմ է, չէ՞։ Շատերն են հիմա փորձում հասկանալ, թե Ադրբեջանի ինչին էր պետք այդքան գումար վճարել Ռամիլ Սաֆարովի համար։ Կարծել թե Սաֆարովը որպես սովորական մարդ, որպես Ադրբեջանի քաղաքացի, նույնիսկ 100 եվրոյի կարևորություն է ներկայացնում Ալիևի համար, իհարկե միամտություն է։ Սաֆարովի արժեքը բոլորովին այլ հարթության մեջ է, կրկին Ալիևի ամբիցիաների։ Ինձ համար դա միանշանակ է։ Ալիևը խորապես թքած ունի հազարավոր Սաֆարովների վրա։ Այն թե ինչպես է հարևան երկրի նախագահը տասնյակներով սեփական զինվորների կյանքի հետ խաղում, ընդամենը մեկ հայ զինվորի վիրավորելու համար, դրա վառ ապացույցն է։ Իսկ ամեն մի զինվոր մի Ռամիլ Սաֆարով է, Ադրբեջանի մի քաղաքացի։ Հետևաբար, ինչու է ստացվում այնպես, որ մի դեպքում Ալիևը պատրաստ է մեծ քանակությամբ զինվորներ զոհել, մեծ հաշվով հենց այնպես առանց ոչ մի շոշափելի օգուտ ստանալու, իսկ այս դեպքում 2 միլիարդ է ծախսում, ընդամենը մեկին վերադարձնելու համար։ Պատասխանը շատ պարզ է, որ ամբողջ Ադրբեջանին ապացուցի, որ կարող է նման բան անել։ Նա նույնիսկ եվրոպական երկրի իշխանություններին կարող է փող տալ ու առնել, հետևաբար նա ամենակարող է, հետևաբար նրա դեմ խաղ չկա։ Մարդկության ամբողջ պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի այդ կերպ մտածողների վախճանի մասին, բայց հիմա դա չէ կարևորը։ Հիմա կարևորը հասկանալն է, թե ինչ պետք է անենք մենք, իսկ որ մենք պարտավոր ենք ինչ-որ բան անել, թերևս քննարկման առարկա էլ չէ։ Նախագահի մակարդակով արդեն իսկ կոշտ գործողություններ արվել են եւ արվելու են, դա ակնհայտ է։ Միջազգային հանրությունը նույնպես ոչ միանշանակ է արձագանքելու տեղի ունեցածին, քանի որ Հունգարիայի արածն իսկապես էլ նոնսենս է, խայտառակություն, որը տեղի ունեցել Եվրոպայի սրտում։ Առավել քան համոզված եմ, որ ինձ Հունգարիայի ներսում քաղաքացիական հասարակությունը չի ընդունի իշխանությունների գործողություններն ու համարժեք գնահատական կտա։ Բայց կա մի գործոն, որը այս ամենին զուգահեռ նույնպես չափազանց կարևոր է, դա ճակատագրի գործոնն է։ Կասեմ, թե ինչու։ Իրականում Ալիևը Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելով արեց իր քաղաքական ամենամեծ էշություններից մեկը։ Բանն այն է, որ հունգարական բանտում Սաֆարովը անհամեմատ ապահով պայմաններում էր, եվրոպական պետություն, խիստ վերահսկվող բանտային տարածք, տեսախցիկներ, անվտանգության աշխատակիցներ եւ այլն։ Կոպիտ ասած, հունգարական բանտում, եթե շատ ուզենաս էլ, չես կարող ասենք մեքենայի տակ ընկնել կամ գազի արտահոսքից խեղդվել։ Իսկ Բաքվում
քաղաքացիական կյանքում ինչ ասես որ չի կարող պատահել, նույնիսկ կայծակահարություն։ Ինչու ոչ։ Ասում են, այս տարի աննախադեպ թվով մարդիկ են կայծակի հարվածից զոհվել։ Ճակատագիր է, ոչինչ չես կարող անել։ Առողջ եղեք։